Չարենցավան համայնքի 13-ից 35 տարեկան շուրջ 1000 երիտասարդի կնդունի Ալափարց բնակավայրում բացված ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը, այն երկրորդն է Կոտայքի մարզում և 4-րդը Հայաստանում։ Ոչ ֆորմալ կրթության ինտելեկտուալ ժամանցի երիտասարդական կարիքահեն այլ ծառայություններ մատուցող կենտրոնի երկամսյա փորձարարական աշխատանքը տվել է գոհացուցիչ արդյունքներ։ Զարմանս բոլորից ավելի քան 600 մասնակցություն ենք ունեցել այս ընթացքում, այն պարագայում, երբ որ կենտրոնը հիմնական գրաֆիկով չէր աշխատում։ Նման կենտրոնները առհասարակ համայնքներում մեծ փոփոխություններ են բերում, փոխում են երիտասարդների պատկերացումները իրենց մասին առաջինը, հասկանում են երիտասարդները, որ կարևոր են, լսված է իրենց ձայնը եւ իրենց հետաքրքրությունները բավարարող կառույցներ կան։ Ես շատ ուրախացա, որ մեր գյուղում sense տեղ է բացվել։ Միանգամից ասի ես էլ եմ գալի, հիմա մասնակցում եմ ամեն ինչին, որ այդտեղ կազմակերպում են թե սեմինարներ, թե խաղեր, թե ֆիլմեր, ես շատ շփում ունեմ, շատ ընկերներ եմ ձեռք բերել։ Այս կենտրոնի գործարկմամբ երիտասարդները շահառուից դառնում են նաև բովանդակություն ստեղծողներ, իրականացնելով մի շարք նախաձեռնություններ։ Կենտրոնի գործունեության շրջանակում որոշ երիտասարդներ արդեն հասցրել են դրամաշնորհներ ստանալ և ծառայություններ մատուցել։ Ես ենթադրամաշնորհ եմ ստացել դրա դիմաց խաղաղության և բովանդակության թեմայով, արել եմ մի փոքր դասընթաց և գրքեր եմ նվիրել քաղաք Չարենցավանի գրադարանին, որով նպաստել եմ, որպեսզի ավելի շատ գրքեր կարդան երիտասարդները։ Երիտասարդները հետաքրքրված են, ձգտումներ ունեն, ուզում են լեզուներ սովորեն, ուզում են իրենց կյանքը փոխել դեպի լավը։ Եվ մենք նաև նպատակ ունենք համագործակցելու համայնքի դպրոցի, երաժշտական դպրոցի հետ ենք համագործակցում, այսինքն փորձում ենք արդեն իսկ տարբեր կառույցներ հաճախող երիտասարդներին բերենք նաև մեր կենտրոն եւ լրացնենք այն բացը, որը չի լրացվում դպրոցում կամ քոլեջում։ Շուրջ 1000 քառակուսի մետր տարածքով կենտրոնը հարմարավետ միջավայր է կրթական, համայնքային և միջազգային ծրագրերի իրականացման համար։ Այն համատեղում է երիտասարդական աշխատանքի, կրթության և հյուրընկալության բաղադրիչները, մինչև 36 երիտասարդի հնարավորություն տալով միաժամանակ օգտվելու գիշերակացի և սննդի ծառայություններից, մասնակցելու վերապատրաստումների, ճամբարների և տարբեր միջոցառումների։ As you rightly mentioned, UNICEF has been supporting over the last several years the development of the new law on youth policy, which also determines that municipalities, communities should develop a network of youth environments. They can be centers or broader centers of different type, and UNICEF is also now in parallel supporting the development of different models of these youth environments, so that we can have, let's say, a menu of different types of centers depending on the approach that is more appropriate in a certain type of community, depending on the size of the community, the realities of young people in that community. Երիտասարդական կենտրոնը հիմնադրել են Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ գործակցությամբ, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։